Միայն տեսանը կարող անել, առանց ուղղ հեռարձակման։ Շատ լավ, Պարամյանյան ինչ կարծիք ունեք։ Չունենք առողջություն։ Ինքեմ չունենք։ Նախնական հնարավորի միջնորդությունը, լսելով կողմի դիրքորոշումն, դատարանը որոշում է միջնորդությունը բավարարել, թույլատրել դատական նիստը տեսանը կարող անել։ Մենք լսում էինք ձեր դիրքորոշումները ամփոփիչ կարող եք շարունակել։ Այո, դատարան խնդրում եմ թույլատրել, որպեսզի շարունակեմ նստած։ Շատ լավ, քանի համակարգիչից եք օգտվում, կարող եք նստած։ Շնորհակալություն։ Ուրեմն նախորդ դատական նիստի ընթացքում մի շարք հարցերի անդրադարձա, հիմա անդրադառնալ շարունակությանը, ուրեմն նախորդ դատական նիստով նշեցի, որ կարծում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարորդի շրջանակներում պետք է հաշվի առնվեն նաև ողջամիտ բացատրությունները, որոնք հիմնավորող ապացույցները կամ օբյեկտիվորեն չէին էլ կարող պահպանված լինել, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում առկա իրողություններով պայմանավորված չէին էլ կարող գոյություն ունենալ։ Այս դատական նիստով ուրեմն ցանկանում եմ դրա շարունակությունից սկսել, այսինքն ապացուցողական ստանդարտից, ապացույցների թույլատրելիությունից եւ դրա հետ կապված հարցերից խոսալ եւ մասնավորապես մենք պնդում ենք, որ քանի որ սույն գործի շրջանակներում առկա են ներկայացված բացատրություններ, այսինքն այդ բացատրությունները օրինակ Նամսախնիկ Սարգսյանի կողմից ներկայացված բացատրությունն է, դա տարբեր անձանց կողմից ներկայացված բացատրություններն են կախված եւ Ալեքսանդր Սարգսյանի եւ սույն գործով վեճի առարկա հանդիսացող բնակարանի շենքի հարևանների կողմից տրված բացատրություններն են այն մասին, թե վեճի առարկա հանդիսացող բնակարանի իրականում պատկան։ Մենք պնդում ենք, որ այդ բացատրությունները հանդիսանում են թույլատրելի ապացույցներ եւ դրանով կարող են հաստատվել փաստեր, ելնելով մի շարք հանգամանքներից։ Առաջի հանգամանքը այն հանգամանքն է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքը ունի որոշակի առանձնահատկություն։ Ըստ էության այն սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո եւ դրա համատեքստում թույլատրելի է համարում բացառապես այնպիսի գույքերի բռնականությունը, որոնք որ կապ ունեն հանցավորության հետ կամ կոռուպցիայի հետ, մինչդեռ եթե մենք ցուցմունքները անձանց կամ գրավոր բացատրությունները համարում ենք անթույլատրելի ապացույց, ստացվում է, որ մեխանիկորեն ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած երևույթ, որը չունի, այսպես ասած, իր տակը դրված գրավոր փաստաթուղթ կամ գործարք, ինչը օրենքի նպատակներից եւ իմաստից չի բխում։ Օրենքի նպատակը հանցավոր կամ կոռուպցիոն գործունեությունից ստացված ակտիվների բռնականությունն է, իսկ գրավոր ապացույցի բացակայությունը, որոշակի փաստերը հաստատող գրավոր ապացույցի բացակայությունը, այն դեպքում հատկապես եթե նույն փաստը կարող է հաստատվել նաև օրինակ անձի բացատրությունով, դա դեռևս չի վկայում եկամտի ապօրինության կամ գույքի ապօրինի ծագում ունենալու մասին, ինչպես նաև չի վկայում գույքի կամ եկամտի հանցավոր կամ կոռուպցիոն ծագման մասին։ Երկրորդը կարծում ենք, որ բացատրությունները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթում թույլատրելի ապացույցներ են, ելնելով կողմերի իրավահավասարության եւ արդյունավետ դատական պաշտպանության սկզբունքներից։ Այն տեսանկյունից, որ եթե դատախազը իրավունք ունի օրենքի շրջանակներում անձանց հարցման ներկայացնել եւ հարցման ալտերնատիվները օգտագործել որպես ապացույց, ինչը բխում է օրենքից, ուրեմն զենքերի հավասարության տեսանկյունից համարժեք իրավունք պետք է ունենա նաև պատասխանող կողմը, օրինակ փաստաբանության մասին օրենքով սահմանված կարգով։ Եվ ավելին մի շարք վարույթների շրջանակներում դատախազությունը հենց ինքն է հիմնվել անձին հարցման ենթարկելու մասին արձանագրությունների վրա։ Նման արձանագրությունները որոշ դեպքերում իրավասու մարմնի կողմից հաշվի են առնվել, որոշ դեպքերում էլ գնահատվել են որպես անարժանահավատ։ Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՎ 1776 որոշմամբ այն հարցի տեսանկյունից, թե արդյոք դատախազը եւ պատասխանող կողմը օրինակ այդ փաստաբանը ունեն հավասար իրավունքներ թե չունեն,
Կարգոչել է փաստաբանության մասին օրենքի համապատասխան հոդվածը որպես հակակշիռ դատախազის կողմից անձանց գրավոր հարցման ենթարկելու լիազորության։ Այսինքն ըստ էության ստասրդերի կողմից պնդվել է, որ քանի որ օրենքով դատախազներ ունի անձին հարցման ենթարկելու լիազորություն, փաստաբաններ ունի անձին համաձայնության արտահայտության դեպքում հարցման ենթարկելու լիազորություն, ուրեմն դատախազի եւ փաստաբանի հնարավորությունները գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բարույթի շրջանակներում համարժեք են։ Ընդ որում նաև մի շարք այլ լիազորությունների մասերում են համեմատականները տարբեր։ Եթե բացատրությունները համարվում են անթույլատրելի, ապա ստացվում է, որ դատավարության կողմերը ապացույցներ ներկայացնելու հարցում համարժեք հնարավորություններ չունեն, ինչի արդյունքում խախտվում է կողմերի իրավահավասարության սկզբունքը, իսկ պատասխանողի դատական պաշտպանության իրավունքը դառնում է ոչ արդյունավետ։ Բացի դրանից բացատրությունները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բարույթում պետք է թույլատրելի համարվեն ելնելով այն իրողությունից, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բարույթի ընթացքում պետք է ստուգվի գույքի ձեռքբերման աղբյուրների օրինականությունը, այլ ոչ թե որևէ գործարքի ձևի պահպանված լինել կամ չլինելը։ Այսինքն պետք է ստուգվի կանխավարկածների շրջանակներում, թե արդյոք հնարավոր է, որ որոշակի գույք ձեռքբերված լինի հանցավոր կամ կոռուպցիոն եկամուտներով։ Իսկ այս հարցի պատասխանելու տեսանկյունից կարևոր չէ, թե արդյոք որոշակի գործարքի կնքման ժամանակ կողմերը պահպանել են քաղաքացիական օրենսգիրքով սահմանված ձևը, թե չեն պահպանվել։ Դե կարևոր է որոշակի փաստի առկայությունը կամ բացակայությունը, այլ ոչ թե գործարքի ձևը պահպանված լինելը կամ չլինելը։ Բացի դրանից կարծում ենք, որ վկայի ցուցմունքը կամ գրավոր բացատրությունը անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բարույթում թույլատրելի ապացույց է ելնելով հանրային եւ մասնավոր հարաբերությունների տարանջատման անհրաժեշտությունից եւ այդ հարաբերությունների տարբերություններից, առանձնահատկություններից։ Մասնավորապես թիվ ԵԴ 21-389-0218 գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար պետք է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության եւ հատուկ իրավունքի տեսության համատեքստում։ Այնուհետև Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացվել են, թե որ հարաբերություններն են համարվում հանրային եւ որ հարաբերություններն են համարվում մասնավոր, ըստ շահերի տեսության, ըստ ենթակարգության տեսության եւ ըստ հատուկ իրավունքի տեսության։ Պնդում են, որ նշված բոլոր տեսությունների համատեքստում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքից ծագող իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, իսկ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածը, որը սահմանում է որոշակի իրավիճակներում վկաների ցուցմունքների վրա հղում կատարելու անթույլատրելիությունը, դա բացառապես մասնավոր իրավահարաբերություններ կարգավորող նորմ է, եւ այդ նորմը չի կարող որպես ուղենիշ կիրառվել հանրային իրավահարաբերությունների համատեքստում։ Եվ ավելին օրենսդրությանը հայտնի են նաև այլ դեպքեր, երբ օրինակ նույն գործարքի ձևի չպահպանումը հանրային իրավունքի տեսանկյունից առաջացնում է այլ հետևանքներ, մասնավոր իրավունքի տեսանկյունից առաջացնում է այլ հետևանքներ, այսինքն ձևի օրենսդրությանը հայտնի են դեպքեր, երբ գործարքի ձևը պահպանված չլինելը արժևորվում է բացառապես մասնավոր իրավունքի տեսանկյունից եւ չի արժևորվում հանրային իրավահարաբերությունների տեսանկյունից։ Օրինակ, հարկային օրենսդրության տեսանկյունից այն ինչը որ քաղաքացիական օրենսգրքի առումով կարող է դիտարկվել որպես առողջ, հարկային օրենսգիրքը նման գործարքները համարում է գոյություն ունեցող հարկման ենթակա դրանց կապակցությամբ այսպես հաշվետվություն ներկայացնելու պարտականություն է սահմանում եւ այլն։ Օրինակ նույն անշարժ գույքի վարձակալությունը, եթե նոտարական ձևը եւ պետական գրանցումը չի պահպանվում, մասնավոր իրավունքի տեսանկյունից այդ գործարքը գոյություն չունի, իսկ հանրային իրավունքի տեսանկյունից այդ գործարքը վարձատուի, այսինքն շենքի սեփականատիրոջ համար առաջացնում է հարկոճարելու պարտականություն եւ անձը օրինակ չի կարող հարկային մարմին ասել, որ քանի որ այս գործարքը նոտարական վավերացված եւ պետական գրանցման ենթարկված գործարք չէ, հետեւաբար դրա հիման վրա իմ մոտ չի կարող հարկ առաջանալ, այս անշարժ գույքի վարձակալություն։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ դատարանը պետք է հաշվի առնի ոչ միայն պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները, այլև ողջամիտ բացատրությունները։ Եթե անգամ ողջամիտ բացատրություններն են ենթակա քննարկման եւ գնահատման, դա նշանակում է, որ
զուտ ձևական նկատառումներով քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի վկայակոչմամբ որևէ ապացույց չպետք է համարվի անթույլատրելի եւ գնահատման ընդհանրապես այդ հիմքով չարժանանա։ Բացի այդ, բացատրությունները պետք է թույլատրելի ապացույց դիտարկվեն ելնելով այն իրողությունից, որ մեր իրականության մեջ մի շարք լրիվ օրինական իրավահարաբերություններ կատարվում են կամ առնվազն ժամանակին կատարվել են առանց որևէ գրավոր ապացույցի կազմման եւ հետեւաբար դրանց առկայությունը օբյեկտիվորեն հնարավոր է ապացուցել միայն վկաների ցուցմունքներով կամ անձանց բացատրություններով։ Այլ ապացույցների ներկայացումը շատ հաճախ օբյեկտիվորեն անհնար է։ Բացի այդ, կարծում ենք, որ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված սահմանափակումը վկաների ցուցմունքների օգտագործման արգելքը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ գործարքի կողմերից կամ ենթադրյալ կողմերից մեկն է վիճարկում գործարքի առկայությունը, այսինքն երբ գործարքի առկայության կամ դրա պայմանների կապակցությամբ վեճը առաջանում է հենց գործարքի կողմերի կամ ենթադրյալ կողմերի միջև։ Այս առումով հատկանշական է, որ թիվ ԵԿՏ 46-47-02-16 գործով կայացված որոշմամբ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատարանը կարող է հաստատված համարել փոխառուի կողմից գումարի վերադարձնելու պարտավորություն ունենալու հանգամանքը, նաև այն դեպքում, երբ թեև գրավոր գործարք չի կազմվել, բայց փոխառուն ընդունել է փոխառության առկայության փաստը։ Եվ դա այն պայմաններում, երբ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ մասը փոխառության պայմանագրի համար սահմանում է բավականին խիստ չափանիշներ, սահմանում է գրավոր ձևը չպահպանելու դեպքում որպես հետևանք առողջություն։ Այսինքն, եթե անգամ փոխառության պայմանագրի դեպքում թույլատրելի փոխառության առկայությունը փոխառուի կողմից փաստի ընդունմամբ հաստատված համարելը առանց գրավոր գործարքի առկայության, այն դեպքում որ օրենքը դրա համար առողջություն է սահմանում, այդ գրավոր ձևը չպահպանելու պարագայում, նշանակում է, որ ցանկացած այլ գործարքի դեպքում, որտեղ որ ուղղակիորեն սահմանված չեն գրավոր ձևի չպահպանման հետևանքներ, անողերություն չկա, առողջություն չկա, առավել ևս թույլատրելի է նմանատիպ գործարքների առկայությունը եւ բովանդակությունը անձանց բացատրությունների կամ ցուցմունքների միջոցով այսպես հաստատված համարել։ Հետևաբար այս հարցի վերաբերյալ մեր կարծիքով իրավաչափ մոտեցումը հետևյալն է. երբ գործարքի կողմերից որևէ մեկը չի վիճարկում գործարքի կնքման փաստն ու պայմանները դրա, երբ գործարքի կողմերի մեջ առկա չէ որևէ վեճ գործարքի կնքման փաստի ու դրա պայմանների վերաբերյալ, նման դեպքերում եւ առավել ևս երրորդ անձանց հետ հարաբերություններում գործարքի գոյությունը եւ դրա պայմանները կարող են հաստատվել ցանկացած տեսակի ապացույցներով։ Տվյալ դեպքում գործարքի կողմ չհանդիսացող երրորդ անձն է վիճարկում գործարքի կողմերի միջև գործարքի առկայությունը եւ դրա պայմանները։ Իսկ գլխավոր դատախազությունն է օրինակ վիճարկում այն գործարքների գոյությունը, որը որ մեր կողմից վկայակոչվել է, որ Ալեքսանդր Սարգսյանը օրինակ իր ծնողներին որոշակի ժամանակահատվածի ընթացքում պարբերաբար գումարներ է վճարել։ Հետագայում այդ գումարները հասել են Սաթենիկ Սարգսյանին, այդ գումարների առնվազն մի մասը եւ դրանցով ձեռքբերվել Տերյան փողոցի բնակարանը։ Այստեղ այդ գործարքի առկայության մասին պնդում է կատարել Ալեքսանդր Սարգսյանը, պնդում են կատարել նաեւ այլ անձինք, գործարքի մյուս կողմերը պնդումներ չեն կարող կատարել, քանի որ մահացած են, բայց նույնիսկ մահացած լինելու պայմաններում եղել են անձինք, ովքեր որ այդ փաստի մասին իմացել են եւ դրա մասին ևս բացատրություններ են տվել։ Արդեն Սաթենիկ Սարգսյանը ինքը որպես այդ գործարքի արդյունքում ձևավորված գումարների վերջնական տիրապետող, որ փոխանցվել են վերջնական առումով այդ գումարները կամ դրանց առնվազն մի մասը, ինքն էլ է նման պնդում կատարել եւ նման պայմաններում, երբ որ երրորդ անձը, որը այդ իրավահարաբերությունների հետ բացարձակ կապ չունի, այսինքն գլխավոր դատախազությունն է վիճարկում այդ գործարքի գոյության փաստը, տվյալ դեպքում կարծում ենք, որ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը կիրառելի չի կարող լինել։ Ի վերջո նաև քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, եւ այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ։ Այսինքն, երբ խոսքը վերաբերում է կանխիկ կամ անկանխիկ դրամի նվիրատվությանը, որը հանդիսանում է կնքման պահին կատարվող գործարք,
պետք է նկատի ունենալ, որ այն իրավաչափորեն կարող է կնքվել նաև բանավոր ձևով։ Եթե կարող է կնքվել բանավոր ձևով, նշանակում է, որ չենք կարող ասել, որ գործարքի հասարակ վիրավոր ձևը չի պահպանվել, հետևաբար չենք կարող ասել, որ նման գործարքի առկայության վերաբերյալ պարտադիր պետք է վիրավոր ապացույցներ ներկայացվեն եւ չեն կարող ներկայացվել ցուցմունքներ եւ հաստատություններ։ Նման գործարքների համար նոտարական ձև սահմանված չէ։ Նման գործարքների դեպքում քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում, որ վիրավոր ձև չպահպանելը հանգեցնում է նման գործարքի անվավերության։ Հետևաբար կանխիկ կամ անկանխիկ դրամի նվիրատվության գործարքի բանավոր եղանակով կնքվելու դեպքում դրա նկատմամբ չեն կարող տարածվել Քաղաքօրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործարքի հասարակ վիրավոր ձևը չպահպանելու հետևանքները, քանի որ պատճառով, քանի որ այստեղ մենք չունենք պարտադիր վիրավոր ձև, որ դրա չպահպանելու հետևանքները տարածվեն։ Հաջորդը ուրեմն պնդում ենք նաև, որ վկայի ցուցմունքը կամ վիրավոր բացատրությունը սույն վարություն թույլատրելի ապացույց է ելնելով նաև ձևավորված դատական պրակտիկայից։ Օրինակ, մեկ այլ գործով կայացված վճռով, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված վճռով, դատարանը գնահատել է ներկայացված փաստաբանական հարցման արձանագրությունները եւ նոտարական երդման հավաստիացումները։ Այդ ապացույցների հիման վրա դատարանը հաստատել է փաստեր, որոնք վերաբերում են օրինակ ԽՍՀՄ ռուբլու փոխարկմանը այլ արժույթի, ինչը հանդիսանում է գործարք, մեկ արժույթից մյուս արժույթի փոխարինում։ Հաստատել է փաստեր, որոնք վերաբերում են 90-ական թվականներին կատարված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչը բազմաթիվ գործարքների համակցություն է ևս ներկայացնում, եւ այլ փաստեր ևս հաստատվել է դատարանի կողմից։ Ընդ որում դատարանը հստակ արձանագրել է, որ 30-ից 35 տարվա վարակություն ունեցող իրադարձությունների հաստատման համար բավարար է համարում պատասխանողի ներկայացրած բանավոր կամ գրավոր հայտարարությունները, անուղղակի ապացույցները, ինչպես նաև դրանք երկող ապացույցների բացակայությունը։ Հաջորդ հանգամանքը, որի վրա ցանկանում դատարանը հրավիրել, այն է, որ ուրեմն ընտանեկան օրենսգրքով ընտանիքի անդամների համար սահմանված է միմյանց ապրուստը հոգալու պարտականություն։ Եվ տվյալ դեպքում մենք կարող ենք համարել, որ Ալեքսանդր Սարգսյանը իր ծնողներին պարբերաբար կանխիկ գումարներ տրամադրելով պարզապես կատարել է ընտանեկան օրենսգրքից բխող այդ պարտականությունը։ Եվ դա ոչ թե դասական քաղաքացիայի իրավական գործարք է, որի նկատմամբ պետք է տարածվի կամ կարող է տարածվել քաղաքացիական օրենսգրքի 298 հոդվածի կանոնը, այլ դա ընտանեկան օրենսգրքով սահմանված պարտականության կատարումը, որի նկատմամբ, որպեսզի փաստի հաստատման նկատմամբ չի կարող որևէ ապացույցի օգտագործման արգելք տարածվել։ Այս տեսանկյունից նաև հատկանշական է, որ թիվ ՀԿԴ 0025-0222 գործի շրջանակներում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկը հատուկ կարծիք է հայտնել, որում, այսպես ասած, արժևորել եւ կարևորել է Հայաստանում ընտանեկան ավանդական հարաբերությունները եւ ըստ այդմ ընդգծել է, որ հոր կողմից իր որդուն գումար տրամադրելը հայկական իրականության համատեքստում, այսպես ասած, կարող է հաստատվել անձի բացատրությամբ եւ այսպես հայկական իրողությունը ներքին համոզմունք է ձևավորում այն հարցի վերաբերյալ, որ այդ գումարի փոխանցումը իրականում տեղի ունեցել է։ Վերօրյալից բխում է, որ հայաստանյան ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունները չեն կարող հաշվի չառնվել ապօրինի ծագում ունեցող դեպքի բռնահանձնման վերաբերյալ գործերը քննելիս։ Այսպիսով մի շարք անձանց գրավոր բացատրությունները, որոնցով հաստատվում է այն փաստը, որ Սաթենիկ Սարգսյանն իր անշարժ գույքերը ձեռք է բերել տատերից եւ պապերից նվիրատվության կարգով ստացված միջոցներով, մեկ կարծիքով հանդիսանում են թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույցներ, նաեւ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է գումարների փոխանցման եւ ստացման հետ կապված հարցերին, եւ դրանց միջոցով կարող են հաստատվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր։ Ընդ որում կարևոր է նաև, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տոդորովը ընդդեմ Բուլղարիայի գործով կայացված դատական ակտի շրջանակներում իր մտահոգությունն է հայտնել այն հարցի կապակցությամբ, երբ ազգային դատարանները որոշակի արժեքից ավելի վերև արժեք ունեցող գործարքների հաստատման հարցում չեն ցանկացել անձանց ցուցմունքները կամ բացատրությունները որպես թույլատրելի ապացույցներ համարել, նշելով, որ նման մոտեցումը պատասխանող կողմում կարող է դնել չափազանց ծանր անհամաչափորեն ծանր իրավիճակի մեջ։
Այս տեսանկյունից կարծում ենք, որ որևէ թույլատրելիության հետ կապված որևէ խնդիր չկա այն ապացույցների մասով, որտեղ որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը հաստատում է գրավոր, որ պարբերաբար որոշակի գումար է տրամադրել իր ծնողներին, որևէ թույլատրելիության հետ կապված խնդիր չունենք այն ապացույցների մասով, որտեղ որ անձինք հաստատել են, որ այո, մենք եղել ենք ծնողներին խնամող անձինք, տեղյակ ենք, որ այդ գումարները իրականում տրամադրվել են, ինչպես նաև տեղյակ ենք, որ դրանք հետագայում փոխանցվել են Սաթանիկ Սարգսյանին եւ որևէ թույլատրելիության խնդիր չկա այն հայտարարության մասով, որտեղ Սաթանիկ Սարգսյանը նշել է, որ այո, այդ գումարները եկել են ինձ որպես նվեր։ Ինչ վերաբերում է արժանահավատության մասով եւս որևէ խնդիր որպես այդպեսին չենք տեսնում, հատկապես այստեղ խոսքը կրկին վերաբերում է հայկական ավանդական ընտանեկան հարաբերություններին, որտեղ լիովին նորմալ է, երբ որ զավակը գումար է տրամադրում իր ծնողին պարբերաբար, դրա վերաբերյալ չի կազմում որևէ գրավոր փաստաթուղթ, չի կնքում որևէ պայմանագիր, պարտադիր չի, որ այդ գումարը փոխանցվի բանկային եղանակով, դա կարող է տրվել նաև կանխիկ, եւ շատ նորմալ է նաև այն, որ տատը եւ պապը կարող են նաև իրենց թորանը օրինակ ամուսնության կապակցությամբ որոշակի նվեր անել, որը կարող է լինել նաև խոշոր նվեր։ Հաջորդը ուրեմն մենք կարծում ենք, որ պետք է հաշվի առնվեն եւ որպես օրինական եկամուտ համարվեն երրորդ անձանցից ստացված բոլոր անհատույց փոխանցումները։ Դատական նիստերի ընթացքում հետազոտվել են բանկային քաղվածքները, որոշակի քաղվածքների հետազոտման ընթացքում ես առանձնացրել եմ նաև բոլոր այն բանկային փոխանցումները կամ այդ բանկային փոխանցումների առնվազն մի մասը, որոնք որ Տիկին Ռիտա Սարգսյանի հաշվեհամարին կատարվել են եւ դրանց վերաբերյալ իրավասու մարմնի ներկայացուցիչին հարց է ուղղվել, թե մենք այդ բանկային փոխանցումները որպես օրինական եկամուտներ են դիտարկվել, թե որպես ապօրինի եւ իրավասու մարմնի կողմից ի պատասխան հնչեցվել այն, որ դրանք ապօրինի եկամուտներ են դիտարկվել, քանի որ պարզ չէ, թե այդ գումարները ինչի համար են փոխանցվել։ Իհարկե մենք նախորդ դատական նիստին նշել ենք, որ Տիկին Ռիտա Սարգսյանի բանկային շարժի մասով որևէ մանրամասն բացատրություններ ներկայացնելու ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ մեր կարծիքով պարտավորություն ունեն, բայց ամեն դեպքում դատարանը ուշադրություն է դարձնում այդ հանգամանքի վրա, որ այստեղ ուղղակի քանի որ հիմա նաև դատական նիստը տեսանկարահանվում է, ես չեմ ցանկանում բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակել, բայց երբ որ մենք այս ելույթները ավարտենք, ես նաև գրավոր տարբերակը ֆայլով ուղարկեմ դատարանին, այդտեղ ցանկով նշված են փոխանցումները, թե մեզ ինչն են իդենտիֆիկացրել որպես գումարներ, որոնք եկել են Ռիտա Սարգսյանի հաշվին եւ որոնք իրավասու մարմինը չի համարել օրինական եկամուտներ անհասկանալի պատճառաբանությամբ, բայց այդ ցանկը սպառիչ չէ, քանի որ այսպես թե այնպես այդ ապացույցները, քանի որ բավականին մեծ ծավալ են կազմում, միգուցե ես ամենայն հավանականությամբ ամեն ինչը չի, որ կարողացել եմ ապացույցների հետազոտման ընթացքում այդպես տեղում իդենտիֆիկացնել, այն ինչը որ հասցրել եմ, այդքանը վերհանել եմ եւ դա կուղարկել։ Ընդ որում, օրինակ այստեղ կա մի դրվագ, որ երբ որ նույն անձը անհրաժեշտ չեմ ցանկանում նշել, քանի որ էլի կարծում եմ դա բանկային գաղտնիքի մաս է կազմում, երբ որ նույն անձը Տիկին Ռիտա Սարգսյանին փոխանցել է $10, իրավասու մարմինը դա դիտարկել է որպես ներքին տեղաշարժ, այսինքն համարել է, որ Տիկին Ռիտա Սարգսյանը տվյալ անձին նախապես կանխիկ գումար է տվել, որպեսզի տվյալ անձը այդ գումարը մուտքագրի Տիկին Ռիտա Սարգսյանի հաշվին, իսկ երբ նույն անձը Տիկին Ռիտա Սարգսյանին դրանից հետո արդեն ավելի մեծ գումարներ է փոխանցել, իրավասու մարմինը դրանք անհասկանալիորեն դիտարկել է արդեն որպես անհայտ անձից ստացված ապօրինի եկամուտներ, այսինքն այստեղ օրինակ չի համարվել մի կողմից, որ դա Տիկին Ռիտա Սարգսյանի կողմից նախապես այդ անձին տրված գումարներ էին, որոնք հետագայում այդ անձը ուղղակի փոխանցել է Տիկին Ռիտա Սարգսյանի հաշվին, բայց նաև չի համարել որպես օրինական եկամուտ, համարել է որպես անհայտ անձից ստացված ապօրինի եկամուտ, ինչի արդյունքում ուրեմն ուռճացվել է եւ առնվազն չի նվազեցվել իրավասու մարմնի կողմից հաշվարկված ապօրինի եկամուտի մնացորդի թիվը,
Այսինքն օրինակի համար, եթե փոխանցումները դիտարկվեին որպես օրինական, դրանց կանխիկացումից ստացված գումարները ևս կհամարվեին օրինական, կամ դրանով կատարված ձեռքբերումները ևս կհամարվեին օրինական, արդյունքում կամ ապօրինի եկամտի մնացորդի թիվը հաշվարկված այսօր ավելի պակաս կլներ, կամ ծախսված գումարի թիվը ավելի պակաս կլներ, կամ էլ երկուսն էլ ավելի պակաս կլնեին։ Մինչդեռ իրավասու մարմինը օրինական չի համարել բոլոր այն գումարները, որոնց փոխանցման հիմքը եւ նպատակը իր համար պարզ չէ։ Մենք կարծում ենք, որ նման պնդումը որևէ իրավական հիմք չունի։ Բոլոր նման գումարները ուսումնասիրվող անձի համար հանդիսանում են օրինական եկամուտներ, եթե վերադարձված չեն, ապա դրանք նվիրատվություն են կամ օգնություն, իսկ եթե վերադարձված են, ապա փոխառություն, որոնք բոլորն էլ օրենքի իմաստով օրինական եկամուտներ են համարվում։ Ընդ որում կարծում ենք, որ իրավասու մարմինը իրավունք չունի գնահատել նվիրատվության կամ օգնության նպատակի իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը։ Իսկ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գումարը ստացողի համար միշտ էլ պետք է համարվի օրինական եկամուտ։ Այն հարցը, որ եթե փոխանցողը համապատասխան չափով օրինական եկամուտներ չուներ, ապա այդ հարցը կարող է բարձրացվել գումարը փոխանցողի վերաբերյալ հարուցված վարույթում եւ միգուցե գումարը փոխանցողի դեմ կարող է ներկայացվել համապատասխան պահանջ, բայց ոչ ստացողի դեմ։ Քանի որ ի վերջո օրենքի իմաստով ապօրինի ծագում ունեցող գույքը բացառապես օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքն է, իսկ սահմանադրական դատարանի որոշումից հետո դա այնպիսի գույքն է, որի վերաբերյալ կա հստակ կանխավարկած, որ դա կամ կոռուպցիոն եկամուտներով է ձեռք բերվել, կամ հանցավոր եկամուտներով է ձեռք բերվել, իսկ անհասկանալի նպատակներով ստացված նվիրատվությամբ ձեռք բերված գույքը դա ապօրինի ծագում ունեցող գույք չէ։ Ընդ որում նվիրատվությունը այսպես թե այնպես երբեք նպատակային չի լինում, նպատակային նվիրատվությունը դա նվիրաբերությունն է, նվիրաբերությունն էլ ավելի բնորոշ է իրավաբանական անձանց, օրինակ հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին եւ այլն։ Նվիրատվությունը որպես այդպեսին չի ենթադրում նաեւ փոխադարձ որոշակի ակնկալիք, այսինքն նվիրատվությունը ինքնին ոչնչով չպայմանավորված գումարի փոխանցում է, որը որ գումարը փոխանցողի համար որևէ իրավունքներ չի առաջացնում։ Այսինքն այստեղ քննարկման առարկա դարձնել, թե օգնության կարգով կամ նվիրատվության կարգով ստացված գումարները ինչ նպատակով են փոխանցվել, կարծում եմ, որ առարկայազուրկ է։ Դրանք փոխանցվել են անհատույց նվիրատվության կամ օգնության նպատակով եւ այդքանով ամեն ինչ ասված է։ Նաեւ այստեղ ունենք որոշակի հատվածներ, թիվ ՀԿԴ 0059-0223 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից, դրանք քանի որ հայտնի են եւ իրավասու մարմին եւ դատարանի ժամանակի տեսանկյունից ես դրանք չեմ վկայակոչում, պարզապես հակիրճ նշեմ, որ ողջ իմաստը կայանում է նրանում այդ դիրքորոշման, որ իրավասու մարմինը չի կարող նման դիրքորոշում որդեգրել անհասկանալի գումարների նկատմամբ, այսինքն եթե իրավասու մարմինը որևէ խնդիր է տեսնում փոխանցված գումարի հետ, այսպես իր որակմամբ անհասկանալի գումարի հետ, ապա այդ հարցը պետք է քննարկման առարկա դարձվի եւ ընդ որում իրավասու մարմինն է պարտավոր հիմնավորել, որ այդ գումարները իրենց մեջ որևէ խնդիր են պարունակում, այլ ոչ թե ուսումնասիրող անձը պետք է տարբեր անձանց վարույթ շրջանակներում փորձի ներգրավել որպես վկա կամ բացատրություններ հավաքի այն մասին, թե որ գումարը ինչի համար է փոխանցվել։ Եվ վերնշվածի համատեքստում կարծում ենք, որ ցանկացած գումար, որի փոխանցման օրինականությունը իրավասու մարմնի կողմից բովանդակային առումով կասկածի տակ չի դրվել, այսինքն չեն ներկայացվել փաստարկներ այն մասին, թե դրանք ինչու պետք է դիտարկվեն ոչ թե նվիրատվություններ կամ օգնություններ, այլ ապօրինի եկամուտներ, կարծում ենք, որ նման գումարները պետք է համարվեն օրինական։ Բացի այդ, պնդում ենք, որ երրորդ անձանց կողմից Տիկին Ռիտա Սարգսյանի բանկային հաշիվներին արված այսպես չակերտավոր չբացատրվող կանխիկ մուտքերը եւ բանկային փոխանցումները չեն կարող
դիտվել որպես ապօրինի եկամուտներ, քանի որ այդ գումարները իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ չեն, եւ իրավասու մարմինը եւս նման պնդումներ չի կատարել իր հայցադիմումի մեջ։ Իրավասու մարմինը երբեք իր հայցադիմումի մեջ չի նշել, որ այն գումարները, որոնք որ երրորդ անձանց կողմից ուղղվել են տիկին Ռիտա Սարգսյանին, դրանք իրականում փաստացի նախկինում Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ են, որը ձևավորվել է պարզ չի թե ինչից, եւ հիմա էլ գործ ունենք ներքին տեղաշարժի հետ, այսինքն չի նշվել, որ դրանք այնպիսի գումարներ են, որոնք գեներացվել են նախկինում եւ ընդհանրապես այսօր ձևական գործարքների միջոցով փոխանցվում են տիկին Ռիտա Սարգսյանին։ Նման հարց երբևէ չի քննարկվել եւ նման հարցի վերաբերյալ ապացուցման տեղ երբևէ չի բաշխվել։ Ավելի տիկին Ռիտա Սարգսյանը ինքնին ուսումնասիրողված չի եղել եւ առանձին վերցրած երբևէ չի ունեցել իր եկամտի աղբյուրների բացահայտման կամ դրանց վերաբերյալ բացատրություններ տալու պարտականություն եւ հնարավորություն։ Եվ եթե անգամ ունենալ էլ, միակ մարդը, ինչպես նշեցի, ով տեսականորեն կարող է իր բանկային շարժի վերաբերյալ բացատրություններ ներկայացնել կամ ապացույցներ, դա տիկին Ռիտա Սարգսյանն է, ով մահացել է անգամ տեղյակ չլինելով ուսումնասիրության առկայության մասին։ Հետևաբար այլ անձանց կողմից տիկին Ռիտա Սարգսյանի բանկային հաշիվների կատարված կանխիկ եւ անկանխիկ մուտքերի մասով, բացի նրանից ինչը որ ասեցի, առկա է նաեւ ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն, որպեսզի իրավիճակի բացասական հետևանքները չեն կարող դրվել Սերժ Սարգսյանի եւ Սաթենիկ Սարգսյանի վրա։ Այսինքն, բացի նրանից, որ այդ գումարները մեր կարծիքով պետք է համարվեն օրինական եկամուտներ, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել իրավասու մարմնի կողմից, նույնիսկ եթե դա այդպես չի եւ նույնիսկ եթե մենք ենք պարտավոր հաստատել դրանց օրինականությունը ինչ-որ ձևով գործի քննության ընթացքում, պետք է հաշվի առնել, որ միակ անձը, ով որ օբյեկտիվորեն եւ տեսականորեն անգամ դա հնարավորություններ անել, մահացել է։ Եվ մահացել է միջև ուսումնասիրության հանգամանքը պես բացահայտ դառնալը, այսինքն անգամ չի իմացել ուսումնասիրության գոյության մասին։ Հաջորդ մեր պնդումը կայանում է նրանում, որ իրավասու մարմնի կողմից պատշաճ կերպով չեն հաշվարկվել Սերժ Սարգսյանի օրինական եկամուտները եւ մասնավորապես աշխատավարձերը։ Հայցադիմումի տեքստից երևում է, որ Սերժ Սարգսյանի 1979-ից 88 թվականների ստացված իրական աշխատավարձի չափը պարզելու փոխարեն իրավասու մարմինը դրա մասին ենթադրություններ է կատարել հիմնվելով վիճակագրական կոմիտեի 91 թվականի տվյալների վրա, որոնք չեն կարող տարածվել, բայց իբրև թե տարածվում են 1985-ից 1991 թվականների ժամանակահատվածի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի 1989-ից 1993 թվականին ստացած իրական աշխատավարձի չափը պարզելու փոխարեն իրավասու մարմինը կրկին ենթադրություններ է կատարել հիմնվելով Վիճ կոմիտեի 91-ից 93 թվականի տվյալների վրա, այսինքն 79 թվականից 88 թվականը ենթադրական եզրահանգումներով պարզվել է հիմնվելով 91 թվականին, այսինքն ավելի ուշ ձևավորված տվյալների հիման վրա, որոնք չգիտես թե ոնց տարածվում են ավելի վաղ ժամանակահատվածի վրա, իսկ 89-ից 93 թվականի իրական չափը պարզելու փոխարեն օգտագործվել են վիճակագրական կոմիտեի 91-ից 93 թվականի տվյալները։ Իրավասու մարմնի նման մոտեցումը ունի որևէ իրավական եւ խնդրահարույց է, թե մեթոդոլոգիական տեսանկյունից, թե քննարկվող տարեթվերի իրար չհամընկնելու տեսանկյունից։ Այսինքն, օրինակ հարց առաջանում, թե 89-ից 93 թվականների աշխատավարձերը պարզելու համար ինչի պետք է 91-ից 93 թվականի տվյալներ օգտագործվեն, կամ հարցը առաջանում, թե ինչպես կարելի է 91 թվականի տվյալների հիման վրա 79 թվականին ստացված աշխատավարձ հաշվարկել։ Եվ բացի դրանից, բնական է, որ վիճակագրական կոմիտեի կողմից ամփոփված թվերը շատ ավելի ցածր պետք է լինեն, քան իրականում ստացված աշխատավարձերը Սերժ Սարգսյանի կողմից ստացված, քանի որ դրանք տեսական, պես միջինացված թվեր են։ Ընդ որում, ուրեմն նախնական դատական նիստերի ընթացքում մենք հարց ենք ուղղել իրավասու մարմնի ներկայացուցիչներին եւ մեր հարցերին պատասխան իրավասու մարմնի ներկայացուցիչը լրացուցիչ պատասխանել է հետեւյալը։ Պատասխանել է, որ Սերժ Սարգսյանի 1975-ից 79 թվականների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը չի պահպանվել
ինչից մենք կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ այս տարիները ընդհանրապես ներառված չեն հաշվարկի մեջ, անգամ վիճակագրական կոմիտեի ստացված այդ ենթադրական տվյալների մասով, որտեղ վիճկոմիտեի տվյալները սկսում են 79-ից, ինչ որ կարգավորվել է, որ օգտագործվել են վիճկոմիտեի տվյալները, դա սկսում է 79-ից, իսկ մեր հարցը 75-ից 79 թվականներին է վերաբերում, որի պատասխան հնչել է պնդում, որ տվյալները պահպանված չեն։ Նշվել է նաև, որ 79-ից 84 թվականների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը ստացվել է արխիվից, այսինքն սա միակ ժամանակահատվածն է, երբ Սերժ Սարգսյանի կողմից ստացված աշխատավարձերը հստակորեն են վերհանվել, եւ 85-ից 93 թվականի աշխատավարձերը նշվել է, որ հաշվարկվել են հիմք ընդունելով վիճակագրական կոմիտեի ստացված տեղեկատվությունը։ Այսինքն այս հաշվարկը կատարվել է ենթադրաբար հիմք ընդունելով ինչ-որ միջինացված տվյալներ, որոնք ավելի նվազեն, քան Սերժ Սարգսյանի կողմից իրականում ստացված աշխատավարձերը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե օրինակ ինչ պատասխանատու պաշտոններ է Սերժ Սարգսյանը զբաղեցրել։ Այդուհանդերձ, անգամ ստեղծված իրավիճակում իրավասու մարմինը նախնական դատական նիստերի ընթացքում բանավոր նշել է, որում այս թիվը ես չեմ նշել, սա իրավասու մարմնի հնչեցրած թիվն է, որ պատասխանող Սերժ Սարգսյանը ԽՍՀՄ տարիներին ստացել է առնվազն 1.066.061 ռուբլի աշխատավարձ, դա նախնական դատական նիստերի արձանագրությունից երևում է, որը նշել է իբրև թե հետագայում, ընդ որում, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ, երբ որ մենք այդ հարցը պատասխան ունեցանք, դեռ այլ նախագահող դատավորի նախագահությամբ էր քննվում գործը։ Եվ նշվել է, որ իբրև թե այդ գումարը հետագայում փոխարկվել է 113 ՀՀ դրամի։ Փոխարկման մասին այս պնդումը մեր կարծիքով խիստ հեռու է ողջամտությունից։ Ինչպես արդեն նշել ենք, ընդհանրապես, երբ որ խոսքը գնում է ԽՍՀՄ ռուբլիով ստացված աշխատավարձերի եւ պահպանված եկամուտների մասին, ողջամիտ է պնդելը, որ դրանց առնվազն, չգիտեմ, եթե խոսում ենք այսպիսի թվերի մասին, գոնե 10-ից 20%-ը պետք է փոխարկված լինի արտարժույթի նախքան ԽՍՀՄ ռուբլու արտադրման պահ։ Դրանից հետո էլ արդեն նշել ենք, որ այդ արտարժույթը կարող է վերածված լինել դրամի։ Բացի դրանից կանոնից դառնություն նկարist կա ժամը 15-ին։ Ես խնդրում եմ ապրեք ձեր միտքը եւ դուք շարունակենք հաջորդ դատական նիստին ձեր։ Ես ավարտում եմ այս կետով։ Այո, եմ խնդրում ավարտեք։ Բացի դրանից Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարները պարունակում են նրա կողմից ստացված աշխատավարձի չափի եւ այլ օրինական եկամուտների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ, որոնք հաշվի չեն առնվել իրավասու մարմնի կողմից։ Իսկ էական է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հայտարարներում ներառված գումարները աշխատավարձերի, որոնք հաշվի չեն առնվել իրավասու մարմնի կողմից, ըստ այդ նույն հայտարարների վճարվել են նախագահի աշխատակազմի կողմից։ Ընդ որում 2017 թվականից սկսած հայտարարներում ակային նշում նախազգուշացում հայտարարում կեղծ տվյալ ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչև վարչական պատասխանատվություն։ Նման պայմաններում Սերժ Սարգսյանի հայտարարներում ներկայացված աշխատավարձի չափի մասին տվյալները պետք է համարվեն արժանահավատ եւ ընդունվեն որպես բավարար հիմք։ Խոսքը վերաբերում է նոր նմուշի հայտարարներին, տվյալ դեպքում մինչև 2017 թվականը ներկայացված, որտեղ որ նախագահի աշխատակազմից ստացված աշխատավարձի չափի վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարում կա 2 տող, բայց այդ 2 տողից ու տարբեր թվերով այդ թվերը միմյանց գումարելու փոխարեն իրավասու մարմինը հաշվի առել այդ 2 տողերից միայն մեկը, այն ինչը որ հաստատվել է այլ ապացույցով։ Այսինքն ստացվում է, որ ամեն տարի Սերժ Սարգսյանը ըստ իրավասու մարմնի տրամաբանության նախագահի աշխատակազմից ստացված աշխատավարձը հայտարարել, որը իրականում չի ստացել։ Մինչդեռ նման բան պարզապես չէր կարող լինել։ Այսինքն եթե դա կանխիկով ստացված աշխատավարձ է եղել, դրա մասին հնարավոր է, որ ապացույցները պահպանված են, հնարավոր է պահպանված չեն։ Դա իրավասու մարմնի պարտականությունն է այդ ապացույցները ձեռք բերելը։ Ամենայն դեպս մեր կարծիքով այն փաստը մենակ, որ այդ աշխատավարձերը հայտարարվել են, արդեն բավարար է պնդելու համար, որ դրանք գոյություն են ունեցել։ Եվ հակառակ դրան նշում են, որ ազգային արխիվից ստացված ապացույցները, օրինակ աշխատավարձի մատյանները, տվյալ դեպքում արժանահավատ ապացույցներ չեն այնքան էլ։ Դրանք չեն կարող անվերապահորեն հիմք ընդունվել Սերժ Սարգսյանի աշխատավարձերը հաշվարկելու համար, քանի որ դրանցում նաև սխալ տեղեկություններ են առկա։ Եվ այդուհանդերձ իրավասու մարմնի կողմից տրված աշխատավարձի հաշվարկը հակասում է անգամ
ազգային արխիվից ստացված ապացույցների։ Օրինակ, հայցադիմումի մեջ 2014 թվականի համար հաշվարկված աշխատավարձի թիվը չի համապատասխանում ազգային արխիվից ստացված աշխատավարձի մայիսի մեջ նշված թվին։ Դրա համար է օրինակ ասում, որ այստեղ կարող սխալ տեղեկատվություն լինի եւ կարող է այս թվերը լինեն անարժանավոր։ Եվ բացի դրանից էլ նշում ենք, որ իրավասու մարմինը հաշվի չի առել Սաթենիկ Սարգսյանի կրթաթոշակների գումարները եւ դրանց վերաբերյալ գործում առկա ապացույցները։ Այս հատվածը ավարտեցի հարգելի դատարան, ենթադրում եմ, որ մեր հաջորդ նիստը փետրվարի 16-ի եւ 17-ի նիստերը։ Փետրվարի 16-ին 10:00-ին նախապես բոլորը ծանոթացեք, այսօրվա դատական նիստը այսքանով ավարտում ենք, դատական նիստը հայտարարում եմ փակված։